Ինչ ենք բացահայտում Լիլիթ ջան։ Ինչպես միշտ շատ կարևոր ամեն ինչ։ Ահա։ Հայրավանքը իրականում պիտի կոչվի հայր դիցի սրբավայր, ընդհանրապես որտեղ վանքը քրիստոնեական տերմին է։ Վերաբերվում է մեզնից 2129 տարի առաջ հիմնադրված կառույցին, ուրեմն հայր դիցն է այստեղ աշխատում, Սուրբ Սրբոց երկրային եւ երկրային տիրուհի Այսեմիկեի կորը, որը ուրեմն հովանավորում է, օգնում է եւ հայրանալու, այսինքն տղամարդկային անպտղության խնդիրների եւ ընտանիքի կառուցման հարցերում, ընտանիքի ամրության։ Այսինքն միայն տղամարդկանց անպտղության դեպքում, այո։ Այո։ Բայց նաեւ ընդհանուր առմամբ ընտանիքների ամրության հովանավորն է։ Առայժմ այսքանն ենք բացահայտել, բայց նաև բացահայտեցինք, որ Կիկլոպյան ամրոցի հետքերը, որ երևում են, անմիջապես սրբավայրի հարևանությամբ սկսվում են ու տարածվում են բավականին Այո, ես այստեղից կցուցադրեմ հեռավորության վրա, դրանք հիմնադրվել են 19-րդ քաղաքակրթության ընթացքում, չեն վերաբերվում մեր քաղաքակրթությանը։ Այսինքն 19-րդ քաղաքակրթության վերջանալուց 4,500 համարյա տարի առաջ, այսինքն բավականին եւ Բերդի տարածքը բավականին մեծ է եղել, փորձեմ այսպես ցուցադրել ձեզ, եթե տեսնում եք, դռներ հիշեցնող այս երկու, հա, սյուները, որ այստեղ էլ երևի թե հենց մուտքն է, չէ, եղել Լիլիթ պարզեցինք այս հատվածում, որը այսպես բավականին մեծ տարածք է ընդգրկում իր մեջ։ Եվ նշվեց, որ մի կողմից պաշտպանված է համարվել տարածքը լճի կողմից, մյուս կողմից կառուցված է եղել այդ հսկա ամրոցը։ Թե ինչ է եղել ամրոցից ներս կարող ենք միայն ենթադրել։ Այո, այնուհետև սրբավայրը կառուցվել է հենց այս քարերով։ Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, մենք այստեղ էլ կավարտենք մեր ուխտագնացությունը, կհնչեցնենք այժմ այստեղ մեր համազգային արդեն 3 խնդրանքները, այո, երրորդ խնդրանքին կծանոթանան այն հետևորդները, ովքեր մեզ հետ մյուս կիրակի օրը հունիսի 28-ին կգան մեր հերթական ուխտագնացությանը։ Դեպի Թալին, այո, Թալինի տաճար, որը Սուրբ Սրբոց երկրային եւ երկրային տիրուհի Այսեմիկեի տաճարն է եղել, այժմ որպես սրբավայր է գործում։ Չեմ ուզում ասեմ այս ամենի մասին, թողնի գաղտնի։ Մնացած բացահայտումները, այո, այնտեղ տեղում կծանոթանանք բացահայտումներին հերթականը։ Որ բերել է զարթոն կարտնացում Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը Անցյալի հավերժի շաղկապում Ովքեր էին ներսում, խնդրում նորից։ Դե հակառակորդ կողմի բաներն էին, դիցերն էին, որոնք եկել էին ստեղ բնավորվել էին ու ստեղ էին մնում։ Ինչ որ տեղերից էլի որ փախստականներ կային, ասենք եկել էին ստեղ էին։ Հա, խախան տեղ ենք տեղ։ Խաղաղ տեղ, ջրի կողքը գեղեցիկ իրաց համար վայելում էին այստեղ։ Հիմի կարող ենք ենթադրել, որ իրենք իրենց բախտն անիծելով հեռացան։ Այսօր եթե վատացար իմացի դրանցից։ Հա, դրանցից պատասխան։ Ոսովենք որ չի Չէ, անցավ ամեն ինչ նորմալ է։ Զաքսի ջուր է դրանց։ Գնացին, բրցանք։ Այս մեկն էլ սրբագործվեց
մաքրվեց դրա համար ինձ ասում էր որ Այստեղ շատ կարևոր է ասում։ հա ասես որ կգնաս մտի ներս ես մնացած տեղերը չեմ մտել բայց այստեղ ինձ հատուկ հրահանգեց ասես որ մտնելու ես ներս 1500 տարի եւ ավել նա այստեղ չի գործել։ Շոմերությունից հետո մեր տարի մնացել է գնացել է ասես մնացել է հանձնվել է անտերության ու եկել են գրավել են ու մինչև օրս նրանք այստեղ տեղավորվել բնավորվել։ Դե Փառք Սուրբ Սրբոց սրբերից արարչին, որ սրբագործեց այս տարածքը։ Իրաց եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորի ճակատը համբուրում եմ, որ դուք իմ հետ համաձայնում եք ես աշխատանքը իրականացնելու։ Կողքից նայելուց կթվա թե դե ինչ է, հասարակ բան է գալիս է։ Հա, գնացին, կանգնեցին, կարդացին, բայց նրանցից ոչ մեկը չիմացավ թե մեր հետ ինչ կատարվեց։ Մենք ինչի մեջ ենք մտել, ինչ բաներ ենք հաղթահարում, դժվարություններ, նաև տառապանքներ, մենք ասենք մենք մեր մեջ ուժ ենք գտնում տառապանքների մասին չբարձրաձայնել, բայց ամենայն դեպս անտեսանելի այդ չարագործների դեմ պայքարն այդքան հեշտ բան չի։ Մենք բոլորս էլ մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ մի ձևով իր մաշկի վրա զգացել է նրանց ներկայությունը, նրանց գոյությունը, թե մենք ինչեր ենք քաշել, մենակ մենք գիտենք։ Ինչ ցավեր ենք կրել, ինչ ցավեր ենք քաշել, ինչ տառապանքների միջով ենք անցնել, ինչքան մարդիկ են չարացել մեր վրա անտեղի տեղը, որ ոչ մեկի ոտը չի տրորել մեր գործը, որ ոչ մեկի ինչ ասեմ, բարօրությանը չի խեղաթյուրել, ոչ մի բան չի արել, ոչ մի վնաս չի տվել մեր առածը, հակառակ օգնել։ Մենք անում ենք այս փոքր խումբը, այս գեղեցիկ խումբը մարդու համար, հարգելի հետևորդ կամ ոչ հետևորդ, որը մեզ հեռվից նայում է, գուցե յուրաքանչյուր մեկին, որ ես հիմի նայում եմ, գուցե թող ինքը վերցնի իր վրա, եթե ինքը լիներ իմ փոխարեն, կարող է եւ չաներ էլ այդ բանը, բայց հարգելի հետևորդ, ես քո համար եմ անում, ոչ ուրիշի համար։ Կանող լինեի, ինչ հիմա կանեին։ Բայց որ անում եմ, բարի եղեք, էլ չվատաբանել, որ ես ինձ ներեմ դրել ես գործի մեջ, սրա մեջ, սա գործ չի իհարկե, սերա հայրենիքի նկատմամբ, սերա ժողովրդի նկատմամբ, սերա հայրենիքի պաշտպանողների նկատմամբ, ընտանիքների համար, երեխաների համար, այդ ամեն ինչի համար ես ցավում եմ սրտով նվիրվել եմ այս գործին։ Բարի եղեք այդ ձեր մաղձը ձեր մեջ պահելու։ Այլապես կպատժվեք, էդ էլ ասեք, պարոն Ռուբեն։ Այո, կա, դրանից հեռու չի։ Հնարավոր է եւ պատժվել։